Գյումրիի քաղաքապետարանը կանգնած է հաստիկների կրճատման խնդրի առաջ։ Մոտ 1.5 տարի առաջ բացված նոր բաժինները օպտիմալացվելու են, որոշ աշխատողներ էլ կկորցնեն աշխատանքը։ Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն ասում է, այս քայլին ստիպված են գնալու։ Մենք կանգնել ենք փաստի առաջ, պարտավոր ենք եւ ստիպված ենք կապված մինիմում աշխատավարձերի բարձրացման հետ։ Հուլիսից մինիմում աշխատավարձը բարձրանում է, մենք արդեն բյուջեն պլանավորել ենք, աշխատավարձի բարձրացում չենք նախատեսել եւ հուլիսին, որ բարձրանում հույս ունենք, որ կառավարությունը անցյալ տարվա նման սուբսիդիա կտա եւ կփակի այդ աշխատավարձի բարձրացման տարբերության գումարը, բայց պարզվում է, որ մենք որպես տեղական ինքնակառավարում մենք պիտի ինքներս մեր եկամուտներից այդ տարբերությունը ծածկենք։ Այդ իսկ պատճառով մենք պարտադիր պետք է ընտրենք օպտիմալացման տարբերակը, կատարենք, ասենք, որոշակի կրճատումներ, որպեսզի կարողանանք մինիմում աշխատավարձը բարձրացնել։ Ստացվում է, մի քանի հոգու աշխատանքից ազատելու դիմաց է հնարավոր մյուսների աշխատավարձը բարձրացնել։ Սա բնականաբար ոչ միանշանակ կընդունվի գործազուրկների շարքերը համալրվողների կողմից։ Ասենք մտածում են, արժե, եթե մինիմում աշխատավարձը պիտի բարձրանա 10,000 դրամով, արժե աշխատող կրճատել։ Ասեմ ձեզ, որ մեր ենթակառուցվածքների աշխատողների մինիմում աշխատավարձի բարձրացման հետևանքով մեզ անհրաժեշտ պետք է լինի 36 միլիոն դրամ։ 6 ամսվա կտարվածքով։ Քաղաքապետարանում հաշվարկներ են արել, որ եթե հաստիկներ չկրճատեն, պետք է տարեկան մոտ 80 միլիոն դրամ հավելյալ գումար տրամադրեն աշխատավարձերի վճարման համար, իսկ քաղաքապետարն այդ գումարը չունի, ուստի մնում է մի քանիսին պարզապես աշխատանքից ազատել։ Առայժմ խոսքը 6 աշխատակցի մասին է։ Դե ասեք, խնդրեմ ենք, որտեղից պետք է ապահովենք այդ միլիոնները։ Եթե ոչ, գոնե մի քիչ, ասենք, օպտիմալացման տարբերակ ընտրենք, գոնե մի քիչ, ասենք, կրճատումներ կատարվի։ Անահիտ Ավետիսյանը 7 ամիս առաջ է մրցույթում հաղթել ու աշխատում է քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնում։ Արդյոք տեղյակ է սպասվող կրճատումների մասին։ Տեղյակ պահել են, ցես ոչ ձեր արտաքին կապերի բաժինը պիտի ինչ են ասել ցես։ Ասել են, որ պիտի միացնեն ծրագրի բաժինը։ Իսկ կրճատումների մասին, որ երևի երկու բաժիններից։ Դե բնականաբար երկու բաժին, որ միանան իրար, կրճատումները կլինեն։ Դրա մասին տեղյակ եք։ Իսկ ասենք որևէ գրություն, որ ասենք տեղյակ են պահել ցես, որ հնարավոր է աշխատանքից ազատվեք, նման բան եղել է։ Չէ դեռ, բայց երևի թե կլինի։ Ինչ եք անելու, եթե ասենք կան ասենք դուք պիտի ազատվեք աշխատանքից։ Արդի լավ չի լինի, որ այդպես լինի, բայց թե կարող է ստանալ։ Կլինեն նոր բաժինների օպտիմալացումներ ու հաստիկների կրճատումներ, այս պահին քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստը չկարողացավ պատասխանել, ասելով, թե առայժմ 2 բաժնի օպտիմալացման ու 6 հաստիկի կրճատման մասին կարող է խոսել։